Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի ամբիոնից Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ելույթը ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը բնորոշեց որպես Ադրբեջանի շահերը սպասարկող հայտարարություն։ Ղրիմի և Դոնբասի համատեքստում Լեռնային Ղարաբաղի անվան անտեղի շահարկումը Պորոշենկոյի կողմից ըստ տիկին Ալավերդյանի պատմական փաստերի լրջագույն խեղաթյուրում է։ Պորոշենկոն ուղղակի շարունակում է Ադրբեջանի քաղաքականությունը եւ հրետորությունը երկու առումով մեկը որ այն բախման ժամանակ այն մեր հերոսամարտի ժամանակ հաղթող կողմը դա Ռուսաստանն է այլ ոչ թե հայ ժողովուրդը արցախահայությունը այդ առաջի հերթին եւ երկրորդը որ նույնը այսօր է տեղի ունենում այսինքն զուտ Ռուսաստանի շահերից է բխում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ոչ առաջինը ոչ երկրորդը չի համապատասխանում իրականությանը դա հակասում է ուղղակի կոպիտ ձևով իրականությանը եւ փաստերին եւ այս առումով Պորոշենկոն փաստորեն եւս մեկ անգամ ընդգծում է որ այսօրվա Ուկրաինայի ղեկավարությունը մնում է Ադրբեջանի այսօրվա ղեկավարության խիստ դաշնակիցն ու ջատագովը դա մեսեջ է Ադրբեջանին եւ հանրությանը միջազգային այն փորձագետներին քաղաքական գործիչներին որոնք համարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը անհնարին, որովհետև դա Ռուսաստանի խարդավանքներն են, կոպիտ խեղաթյուրում է իրականությանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է ազգային ազատագրական պայքարի արդյունքում, չեմ ուզում այսօր անդրադառնամ այն հակասական քայլերին, որոնք տեղի են ունեցել լինի սովետական ժամանակ, այնտեղ ընդհանրապես հակասական չկա այդ ճնշումը, որը տեղի է ունեցել, էլ չեմ ասում արդեն երբ որ անկախ Ռուսաստանի կողմից ոչ թե պետական մակարդակով, այլ զինվորական ուժերի մակարդակով 92 թվականը դարձրեց փաստորեն մեզ համար օրհասական տարի եւ Ղարաբաղի այդ ոչնչացման փորձը, այսինքն Ղարաբաղի ժողովրդի ոչնչացման փորձը տեղի ունեցել 92 թվականին։ Այդ առումով ես եւ դրա մեջ մասնակցել են Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները։ Ես խնդրում եմ դուք դա ընդգծեք, չի կարելի ասել դա Ռուսաստանի Ֆեդերացիան կամ Դաշնությունը այդպես ուղիղ արել է, բայց մնում է փաստ, որ դա հակասական իրավիճակ է եւ ոչ թե շնորհիվ Ռուսաստանի է տեղի ունեցել այդ հաղթական ճանապարհը, որը 93-ին եւ 94-ին շարունակվել է, այլ դա տեղի ունեցել ազգային ազատագրական պայքարի հերոսական պայքարի, ընդ որում ոչ միայն կռվող անձանց, այլև նրանց, ովքեր որ մնացել են Ղարաբաղի գյուղերում, Ստեփանակերտում անելանելի վիճակում